Տիկին նախարար նախ պաշտոնանկության մասին, որը որոշակի հարցեր առաջացրել այդ որ ձեր եւ Արամ Հովհաննիսյանի միջև ըստ մամուլի հրապարակումների վեճ է եղել, ինչով էր պայմանավորված երկարամյա ոստիկանապետի ոստիկանության ծառայողի աշխատանքից ազատումը։ Ես քիչ առաջ նշեցի, որ կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, որոշակի ժամանակահատված հետո հատկապես, երբ որ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության Եվ այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, այսինքն գնահատել ենք, որ կադրային փոփոխությունը այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, որպեսզի ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ մի բան վատ է կամ չգիտեմ ինչ-որ մի բան չի գնահատվել կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մոտեցումներ ձևավորել, նոր մեթոդներ ձևավորել, սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել, ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որովհետև կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին եւ սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի եւ ասեմ նաեւ որ այն բոլոր փաստարկները կամ այն բոլոր մտքերը, որոնք որ մամուլում տարածվում են, դրանք բոլորը բացարձակապես չեն Ասեմ, որ ներքին գործերի նախարարության համակարգի տեսանկյունից բնականաբար ռեֆորմային ուղղությունները բոլոր ուղղություններին են վերաբերում, թե ոստիկանությանը, թե փրկարար ծառայությանը, թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը, դուք նկատել եք, որ մենք ունեցել ենք նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի փոփոխություն, սա եւս իր դրական շունչն է բերել, այսպես ասեմ, աշխատանքներին, բայց դա չի նշանակել, որ օրինակ չի գնահատվել պարոն Ղազարյանի աշխատանքը տվյալ պաշտոնում, հակառակը պարոն Ղազարյանը ունեցել է առաջխաղացում, ես պարոն Հովհաննիսյանի աշխատանքը բարձր եմ գնահատում Նարեկ ջան, եւ ես սա նշել եմ, թե իր հետ մեր քննարկման շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ։ Տիկին Սաքսյան, բայց ինչու այնքան ներածած գնաց, որ անգամ ավանդույթը չհարգեց եւ չեկավ նոր պետի նշանակմանը մասնակցել։ Այդ ինչ հարգելի պատճառ էր, որ ըստ էության այդպես է մնաց հանելուկ բոլորը։ Պարոն Հովհաննիսյանը ըստ արարողակարգի պատշաճ կերպով ծանուցվել է եւ հրավիրվել է նոր ոստիկանապետի նշանակման միջոցառմանը, բայց հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ, իսկ մնացյալ հարցերը կարծում կարող եք ուղղել պարոն Հովհաննիսյանին։ Մենք որը վերաբերում է ծառայությունից այդ գումարի վճարի դիմաց ծառայության բանկետները կրճատելուն, քաղաքացիական պայմանագրից ասում են, որ կոռուպցիայի նաև մասշտաբներն են այս առումով մեծ, նախագծի հեղինակն է ասում եւ նաև սա կնպաստի, որ դա այսպես է հարցը լուծվի։ Ընդհանուր առմամբ 22-ից մինչև 24-ի 25-ի սկիզբը կա ընդամենը 17 քրեական վարույթ այս բանակից ազատվելու դեպքերով։ Դուք ինչ եք կարծում, արդյոք սա համարժեք պայքար է կոռուպցիայի վերացման համար կոնկրետ այս մասով։ Ես ասեմ, որ նախագիծը վերն ու հայտարարությունները կոռուպցիան մեծ է, արդյոք համադրելի են։ Նախագիծը պատգամավորական նախաձեռնությունն է, մեր գործընկերը պարոն Սարգսյանն է ներկայացրել եւ հարակից զեկուցող նստեյության պաշտպանության նախարարությունն է։ Մենք նախագծի քննարկման ժամանակ բնականաբար մասնակից ենք եղել, լսել ենք օբյեկտիվ մտահոգություններ։ Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ մի լուծում իդեալական է կամ ինչ-որ մի լուծում այլևս քննարկման տեղիք տվող չէ, բայց մի բան կարող եմ հստակ արձանագրել։ Տարիներ շարունակ չի կարելի նույն խնդիրը քննարկել եւ չլուծել։ Պետք է որևէ լուծում տրվի հարցին, այլ է հարցը, թե կոռուպցիոն դրսևորումները բանակից ազատվելու շրջանակներում եւ թե նաեւ բանակի պատշաճ համալրման եւ արժանապատիվ ծառայություն նաեւ ապահովելու։ Ես այն մոտեցմանն եմ, որ ինչ որ մի լուծում պետք է տրվի հարցին, լուծման մասով բնականաբար դեռ ժամանակ կունենա քննարկելու թե նախագծի հեղինակների հետ եւ թե նաեւ կառավարություն ունել նաեւ որոշակի առարկություններ, որոշակի նոր լուծումներ, որոնք որ պիտի քննարկվեն այսքան այս նախագծի մասով։ Ողում եք եւ այսպեսի չի նշանակում։
Լիան, Փայլակը, հետո դուք ու վերջ հարգելի ողջույն։ Մի րոպե, վարչապետի գինը մանկապահ։ Երախիցան, մի րոպե հարց տանք, հետո կտակ ձեր հարցերը։ Տիկին Սարգսյան, երբ ոստիկանությունում աշխատանքի է անցնում կամ ծառայության է անցնում որևէ քաղաքացի, արդյոք ուսումնասիրվում է տվյալ քաղաքացու կեսագրությունը, արդյոք նա ունի քրեական որևէ հեղինակության հետ ազգակցական հարաբերություններ, թե ոչ, կուսակցական պատկանելիություն ունեցել է տվյալ անձը քաղաքական պաշտոն զբաղեցրել է, թե ոչ, սրանք սկզբունքային հարցեր են ոստիկանությունում, թե ոչ, եւ արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն քանաքերցի տուի հետ, եւ դուք տեսնում եք այս իրավիճակում, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, շահերի բախում չեք տեսնում, ինչպես կարող է ոստիկանությունը օրենքով գողերին, ոստիկանապետը օրենքով գողերի հետ կապված որոշակի գործողություններ անել, եթե ինքը հանդիսանում է օրենքով գողի ազգական։ Ես հասկացա հարցի էությունը, բովանդակությունը, մտահոգությունները, հիմա ասեմ։ Ոստիկանության համակարգ եւ առհասարակ ներքին գործերի նախարարության համակարգ մուտք գործելու շրջանակներում բնականաբար կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային են այդ ստուգումները լինում, որպեսզի մենք համոզված լինենք, որ ներքին անվտանգությունը անսասան է եւ որևէ ձևով որևէ մեկը անկաշկանդ գործելու խնդիր չի ունենա։ Պարոն Ղազարյանի դեպքում բնականաբար այնպիսի պաշտոն է հավակնել զբաղեցնելու, որը որ եւս ստուգողական որոշակի գործողություններ իրականացրել են, բնականաբար հաշվի են առել բոլոր հանգամանքները, այդ թվում հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու հանգամանքները եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո ես ուզում եմ շեշտել, որ անկախ ազգակցական կապերից պարոն Ղազարյանը ունի մարդկային այն արժե համակարգը, այն փորձառությունը, որը նաև ոստիկանությունում անցել է, որը որ թույլ կտա նրան արդեն անկաշկանդ ոստիկանապետի պաշտոնում իրականացնել այն բոլոր լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին եւ ակնկալվում է թե ին կողմից, թե կառավարության կողմից ոստիկանության բարեփոխումների շրջանակում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում ինչպես կարող է քրեական հեղինակության ազգականը լինել ոստիկանապետ։ Այստեղ չի հաստատվել ազգականն է։ Լիա ջան, ես ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է եւ բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, կարող ենք ունենալ տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում հստակ անձ ունի առաքելություն եւ եթե անձը իր մարդկային եւ ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի արչեւ դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ առումով։ Երբ որ Մարմարիկի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, Վստահ եմ։ Երբ որ Մարմարիկի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, մենք տեսանք նաև թե որքանով փորձարվեց նաև իրավապահ համակարգի գործունեությունը խոչընդոտել տարբեր ինֆորմացիաների, որոնք առաջացրեցին նաև հանրության վրդովմունքը, սկսած տարբեր էքստրասենսների հայտարարությունների եւ նաև հա ձեր պատասխանը կարող է նաև որոշակի առումով հետագա նմանատիպ դժբախտությունները կանխելու հետ կապված ուսումնասիրվում են եւ արդյոք հա նմանատիպ մտքեր արտահայտողները, որոնք ապակողմնորոշում են եւ հասարակությանը եւ նաև ընտանիքի անդամներին ենթարկվելու որոշակի պատասխանատվության։ Բնականաբար ցանկացած միտք, որը որ կարող է տարբեր հարցերի քննարկման շրջանակներում լինել, ուսումնասիրվում են, բայց ես ողջունում եմ, որ հենց դուք որպես լրագրող եք հարցը բարձրացնում, որովհետև իրականում մենք շատ խնդրահարույց իրավիճակների ենք բախվել, հատկապես փոքրիկի որոնողափրկարարական աշխատանքների շրջանակներում, որովհետև հայտնվել էին տարբեր էքստրասենսներ, հայտնվել էին տարբեր անձինք, որոնք ուշակություններ էին անում կամ ենթադրություններ էին անում կամ փորձում էին որոշակի էմոցիոնալ դաշտ ստեղծել, ինչը չափազանց մտահոգիչ էր մեզ համար, որովհետև մի կողմից խոչընդոտվում էր ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատանքին, մյուս կողմից նաեւ որոշակի էմոցիոնալ դաշտ էր ստեղծում հանրության եւ հատկապես ընտանիքի անդամների համար, որը կարծում եմ ուղղակի անընդունելի վարքագիծ է, եւ ես առիթը օգտագործելով այս դեպքի մտահոգությունները նկատի ունենալով հորդորում եմ մեր հասարակությանը գործը թողնել այն մարմիններին, որոնք որ իրավասու են զբաղվել տվյալ խնդրի լուծմամբ եւ ուղղակի չճշտված
տեղեկություններ հրապարակելով կամ չգիտեմ անհետ ինչ որ միտեղ տեղեկություններ հրապարակելով որևէ ձևով օգտակար ինչ որ գործունեությամբ չենք զբաղվում, դրա համար պետք է ուղղակի ձեռնպահ մնալ որևէ գործողության կատարումից, եթե որևէ արժանահավատ տեղեկատվություն ուղղակի չես կարող փոխանցել։ Գործողություն լինելու է։ Այս պահին չկա որևէ գործընթաց, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները, եթե նկատեցինք, որ դա արդեն այնպիսի դրսևորում է ստանում, որը այս կամ այն անձի իրավունքները կարող է ոտնահարել կամ խնդիրներ կարող է առաջացնել, ռեակցիա հաստատապես կլինի։ Արամ Հովհաննիսյանի նկատմամբ հնարավոր է Սա վերջին հարցը հարուցվեն Արամ Հովհաննիսյանի նկատմամբ, որովհետև տեղեկությունների կոռուպցիայի մեջ է նա կասկածվել նաև առողջական իրավունքների հետ կապված գործընթացների մեջ է եղել։ Բայց Արամ Հովհաննիսյանի մասով ինչու պիտի այս պահին քրեական վարույթներ հարուցվեն։ Տիկին Սարգսյան, Մեր երկրում եթե Ժողովուրդ ջան, եթե չեք լսելու, ես ավարտեմ ու գնամ։ Եթե կա որևէ հանցանքի հատկանիշ, անկախ նրանից թե որ անձի մասին են խոսքը, բնականաբար կլինի քրեական վարույթ։ Պարոն Հովհաննիսյանի մասով որևէ նման աստակ չկա։ Ես նշեցի պաշտոնավարման հետ կապված փոփոխության հիմնական հիմնավորումը, որը եղել է միակ հիմնավորումը։ Այսքան։ Վարչապետի կինը, Տիկին Սարգսյան, բայց ես ձեզ դրսում ասեցիք իմ հարցերին կպատասխանեք։ Չէ, վարչապետի կինը մանկապղծության մասին է խոսում, տեղեկություններ։ Ես ավարտեցի, կներեք։ Ցուցակա Տիկին Սարգսյան ձեզ մոտ։ Տեսա՞ք։ Շո, էլի ներում եք չկա։